Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք բոլորին դեմ եմ շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի հետ։ Ողջունում եմ պարոն Նահապետյան, շատ շնորհակալ եմ, որ եկել եք եւ պատասխանելու եք մեր հարցերին։ Փորձելու եք պարզաբանել եւ շարժման, եւ եթե արդեն կուսակցությունը հասցրել եք գրանցել, նաեւ կուսակցության ծրագիրը, անելիքները, ընդհանրապես գաղափարը ձեր շարժման եւ կուսակցության։ Պատրաստ ենք։ Սիրով։ Կուսակցությունը գրանցել եք թե ոչ։ Ամսի 18-ին բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը ստացել է պետական գրանցում, ունի կլոր կնիկ եւ իրավունք մասնակցելու ընտրություններին։ Ժողովրդավարական կուսակցությունը այդպես է կոչվելու։ Անվանումը պետքա բնույթի մասին տեղեկատվություն պարունակեր, մենք գրել ենք, որ բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը, որովհետև դա հենց այդպեսին է, մեր նպատակը ավելի ժողովրդավար խաղի կանոններ ունենալն է։ Հրաշալի է, կուսակցությունը լիդեր ունենում է, առաջնորդ ունենում է։ Կուսակցությունը ձևականություն է, խնդրի էությունն է կարևոր։ Մենք վերականգնել ենք մարդկանց բոլորին դեմ քվեարկելու իրավունքը։ Քանի որ տենց բարի խոսքերով, կենացներով չես կարող քվեաթերթիկում այդ տարբերակը մտցնես։ Բայց ինչ որ տարբերակ էր պետք նենց անելու, որ քվեաթերթիկում լինի բոլորին դեմ եմ։ Մենք գնացել ենք, ստեղծել ենք կուսակցություն, որ տեխնիկական խնդիր լուծող օրգանիզացիա։ Որպես իրավունք ունենաք մասնակցելու ընտրություններին։ Որպեսզի բոլորին դեմ եմ գաղափարը ներկայացված լինի ընտրություններին, մարդիկ էլ կանան գան քվեարկեն բոլորին դեմ եմ։ Էս է, ուրիշ բան չկա, մենք այդ կուսակցությունը ոչ 130 տարվա ենք ուզում սարքենք, ոչ ավանդական, ոչ։ Մի ասեք երբեք, գուցե եւ դառնա 130 տարեկան, եթե հանկարծ ձեզմուց ստացվի եւ դուք աշխատեք։ Իհարկե այն դուք ի սկզբանե ասել եք, որ ինքնալուծարվող կուսակցություն է, բայց եթե ինչ որ բան ստացվեց, գուցե եւ շարունակություն ունենա։ Այդ մասին դեռ կխոսենք։ Արդյոք չկողմնորոշվածների, որի թիվը ասում են 50%-ից 60% է, ինչ է նշանակում չկողմնորոշվածներ, որոնք չեն որոշել դեռ իրենց համար ում են տալու ձայնը, դրան են դուք այդ չկողմնորոշվածներին եք ասելիք ունեք ձեր կուսակցության գործունեությամբ, առաջինը դա է, եւ արդյոք դա միտումնավոր մոլորեցնելու փորձ չէ ձեր կողմից, ձեր նախաձեռնության եւ կուսակցության կողմից, երբ որ մարդիկ չեն կողմնորոշվել եւ գնալու են տեսնեն բոլորին դեմ ենք, նրանք նշելու են բոլորին դեմ ենք եւ չհասկանալով, որ ընկնում են ձեր, այսինքն ձայն են տալիս ձեզ, իրենք նշում են բոլորին դեմ ենք եւ հայտնվում է, որ պարզվում է, որ ձեզ են տվել ձայն, չիմանալով։ Մի հատ հարց տամ, էլի։ Ավեցեք։ Մարդը, որ բոլորին դեմ է եւ չգիտի մեր մասին։ Ինչ գործ ունի ընտրատեղամասում։ Բոլորի համար պարտադիր է գնալ ընտրությունների։ Բնավ դա այդպես չի, ավելին ասեմ ձեզ մասնակցությունը 2018 թվականից ի վեր 50% չի գերազանցել ընտրությունների մասնակցությունը եւ հետեւաբար ասել, որ մարդը բան, որը տենց ոչ մեկի չէր ուզում ընտրեր, վեր կացավ Կիրակի օրը իր հանգստյան օրը, մտածեց ինչ անեմ, բա մի հատ չգնամ ընտրատեղամաս չհասնեմ։ Նշեմ, որ բոլորին դեմ եմ։ Հայտարարեմ, որ բոլորին դեմ եմ։ Մի հատ կարևոր հանգամանք կա։ Մարդը հիմա գործող կանոններով չկա բոլորին դեմ եմ։ Եթե մարդը լսել է մեր մասին, գիտի, որ կարա գնա քվեարկի բոլորին դեմ եմ, իրան արդեն հավատացեք դժվար է կոչել մոլորված մարդ, որովհետև ինքը լսել է այս տարբերակի մասին, գիտի եւ դրա խաթր գնում է ընտրատեղամաս։ Իսկ մնացածը մեկնաբանության հարցեր է, հիմա ասենք, որ մարդիկ գնալու են ընտրատեղամաս ձայն տան խաղաղության։ Դա մոլորություն է, թե չէ, կա այդ խաղաղությունը, թե չէ, որ գնալու են ուժեղ Հայաստանից են տան։ Դա մոլորություն է, թե չէ, ուժեղ է այդ Հայաստանը, թե չէ, որ գնալու են, ասենք, լուսավոր Հայաստանից են տան, ավելի լուսավոր է Հայաստանը դառնալու։ Էջացինք Բարգավաճին, հա։ Էսա, ես չեմ սիրում այդ էլիտիստական սնոբ մոտեցումը, էլի, որ քաղաքացիները հիմար են, բան, մենք իրանց կմոլորեցնենք։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ ապրում են այս երկրում, իրանց մաշկի վրա զգում են այս քաղաքական դաշտի դերակատարների արածների հետևանքները։ Հավատացեք,
Կարան տարբերակ են, այդ բոլորին դեմ եմ մարդիկ են, քվեաթերթի կա, ինչա փոխելու, մարդիկ շատ լավ ամեն ինչ հասկանում են։ Պարոն Աբետյան, այո, դուք բայց այդ ամբողջ այդ խոսքը որ սկսեցիք, եթեով սկսեցիք, եթե մարդիկ գիտեն մենք ով ենք, եթե գնում են, այդ եթեն որպեսի մենք մի քիչ մեղմացնենք իրավիճակը, կարող ենք այսօր այս ամբիոնից այնքան մարդ որքան լսելու է այս հաղորդումը, գոնե այդ եթեից դուրս գա, այսինքն տեղեկացված լինի, որ եթե նա գնալու է եւ տեսնելու է բոլորին դեմ եմ տողը կամ քվեաթերթիկը, առաջ տող էր, հիմա քվեաթերթիկը, նա գիտակցաբար է ընտրելու ձեզ կամ չի ընտրելու, այսինքն բոլորին դեմ եմը, դա բոլորին դեմ եմ չի, դա բոլորին դեմ եմ կուսակցությունն է։ Բոլորին դեմ եմը դա միավորում է, որը ընտրվելու դեպքում ուզում ստեղծի իսկական բոլորին դեմ եմ տարբերակ, հանիկայուն մեծամասնության նորմը, որը բոլոր իշխանություններին օգնում է վերարտադրվել եւ իջեցնի ընտրական շեմը, որ փոքր քաղաքական ուժերը շանս ունենան իրենց գաղափարները ներկայացնելու։ Դա անելու է 100 օրում, հետո լուծարելու այդ կուսակցությունը իր մանդատները վայրադրնելու, տեղի են ունենալու նոր ընտրություններ, որում արդեն մարդիկ կարան քվեարկեն իրենց սիրած քաղաքական ուժերին եւ արդեն կարան քվեարկեն այնպիսի բոլորին դեմ եմ տարբերակի, որի տակ մարդիկ դրած չեն։ Մենք ֆունկցիա ենք, մենք կուսակցություն չենք։ Մեր խնդիրն է այս քաղաքական լկտիացած համակարգի վրա ջղայնացած մարդկանց տալ մահակ, որ բացատրեն որը որից հետո է։ Հերթով եմ ես հարցերը տալու, որպեսի հասկանալի լինի իմ ամբողջ այսօրվա հանդիպումը ձեզ հետ միտված է այդ նպատակին, որպեսի հասկանալի լինի ընտրողին, թե ինչ եք առաջարկում դուք իրեն։ Ձեզ ձայն տվողին, ասենք մենք այդ հարցը լուծեցինք, որ եթե բոլորին դեմ է նա քվեարկում, ուրեմն կոնկրետ այս կուսակցությանն է տալիս ձայնը, ոչ թե ասում է ես բոլորին դեմ եմ ձեր կուսակցությանն էլ հետ։ Այսինքն միտումնավ, այսինքն նա գիտակցելով է բոլորին դեմին տալիս ձայն։ Նա մեզ 100 օրով տալիս է իշխանություն 3 հարց լուծելու համար, հեսա։ Հիմա այո, այդ 3 հարցերը մանրամասն մենք խոսենք, բայց հիմա դեռ այդ տեխնիկական պահն է ինձ հետաքրքրում։ Ձեզ ձայն տվողին ինչ եք ասում, ինչին է նա ձայն տալիս։ Այսպես կարող եմ ես կոպիտ եմ ձևակերպում, դուք ավելի ճշգրիտ ձևակերպեք։ Չեղարկել այս, եթե ձեզ ձայն են տալիս, եւ դուք ստանում եք մեծամասնությունը, որտեղ կարող են ձեզ ձայն տալ, դուք անցնեք, բայց մեծամասնություն չկազմեք եւ հետո դա էլ հաջորդ հարցն է, թե մեծամասնություն չլինեք, ոնց է այդ ռեֆորմա անելու եւ ամեն ինչ անելու։ Այսինքն խնդիրը այն է, որ իսկապես այդ 50-60% դուք ունենաք այդ չկողմնորոշվածների, չէ՞։ Երևի թե դրա վրա է։ Եթե մեծամասնություն չկազմեք, պարոն Աբետյան, կարողանալու եք այդ ռեֆորմները անեք, այդ 100-օրյա կուսակցություն կառավարությունը ձևավորել եւ այլն։ Կարողանալու եք։ Երկու դեպքում էլ դա իրատեսական է։ Մենք շնորհակալ կլինենք, եթե մարդկանց մեծամասնությունը իր քվեն տա մեզ, բայց մենք ապրում ենք Հայաստանում, գիտենք, որ դա ռեալ չի։ Դժվար թե Հայաստանում ինչ որ մեկին տենց 60% գնան ձայն տան հիմա։ Հետևաբար փոփոխությունների այլ տարբերակ է պետք։ Եվ այո, մենք այս փոփոխությունները կարողանալու ենք անենք նաև այն դեպքում, եթե չունենանք 50%-ից ավել ձայն։ Եվ մենք այս փոփոխությունները անելու ենք հետևյալ կերպ։ Իշխանությունը չենք տալու ոչ գործող իշխանությանը, ոչ ներկայիս ընդդիմությանը, բայց իրենք կարող են քվեարկել մեր օրակարգի ու մեր տեխնացուի օգտին։ Եթե չեն ուզենա իրանք դա անեն, ապա թող վերցնեն իրանց վրա ռիսկ, գնան երկրորդ փուլ, երկրորդ փուլում իրանցից ով կհաղթի, կստանա իշխանություն։ Բայց այդ ռիսկը երկուսի համար էլ շատ մեծ է, որովհետև մեր հետ համաձայնության գալը ավելի փափուկ process է, քան երկրորդ փուլում տոտալ հաղթանակ կամ տոտալ պարտություն է։ Էսա։ Ինչ վերաբերում է լավ, ես շարունակեմ։ Իմ հարցս էր ինչ եք առաջարկում, ինչին է նա ձայն տալու, այն մարդը ով գալու է հենց ձեզ գիտակցաբար ձայն տալու։ Դուք ասում եք, չեղյալ ենք հայտարարում այս պայման, դուք մեզ ձայն եք տալիս, մենք մտնում ենք ազգային ժողով, որպեսի չեղյալ հայտարարենք այս օրենքով անցկացվող
ընտրության օրենքով անցկացվող ընտրությունները, մենք ռեֆորմներ ենք անում, մենք փոփոխություններ ենք անում, այո, այսինքն դուք մտնում եք որպեսի չեղյալ հայտարարեք, նոր կանոններ ձևավորեք, եթե ես ճիշտ չեմ, դուք ասելու եք դուք ճիշտ չեք, որովհետև ես էլ պետք է հասկանամ ինչ եք առաջարկում դուք մարդկանց։ Մենք մտնում ենք, ջարդենք քաղաքական համակարգը, փոխենք քաղաքական խաղի կանոնները, դնենք նոր ընտրություններ, որտեղ այս ռեսուրս ունեցող մարդիկ այլևս չեն ունենալու վարչական ռեսուրս եւ չեն կարողանալու օգտագործել իրենց անսահմանափակ ֆինանսական ռեսուրսները, արդար մրցակցության պայմաններում Հայաստանը ունենալու է նոր ընտրություններ, որտեղ արդար կանոններով ինչ որ մեկը կընտրվի եւ կկառավարի Հայաստանը։ Այս ենք ուզում անենք, գալիս ենք ջարդենք քաղաքական համակարգը, քաղաքացուն զինենք լծակներով ընդդեմ քաղաքական համակարգի, դնենք նոր ընտրություններ, որ խելոք տուզիկի պես կան աշխատեն քաղաքական ուժերը քաղաքացիների համար։ Այսինքն ձեզ ձայն տվողը ոչ թե ձեր ձայնը տալիս եւ մանդատ է տալիս, ասում է ինչ ուզում եք արեք, նա դառնում է համախոհ ձեզ հետ։ Այո։ Միասին գալիս են ձեզ ձայն են տալիս այն մարդիկ, ովքեր ասում են ոչ այն ամեն ինչ կատարվում է այսօր, ոչ այն ծուղակին, որի մեջ հայտնվել ենք մենք, ինչ ծուղակի մեջ են հայտնվել այդ դեպքում քաղաքացին։ Դու քաղաքացուն ասա, քաղաքացի, դու հիասթափված ես, դու չես ուզում գնաս, խոսքը գնում է նորից այս 50-60%-ի մասին, որոնք դեռ չեն իրենց համար որոշել ում են տալու ձայնը, հա։ Դուք ասում եք քաղաքացի, դու դուրս գալու հնարավորություն ունես։ Հիմա բացատրենք, ոնց են այդ մարդիկ, գիտեք ինչ, գուցե ծրագրի անվանում տամ, եթե կուսակցություն եք, ուրեմն ծրագիր ունեք, խոսքով համախոհ են ձեզ հետ միայն նրանով, որ քանդեն այս համակարգը, թե նաև դուք կառավարություն եք ստեղծելու, դեռ ես չեմ խոսում 100 օր ինչով է զբաղվելու Հայաստանի Հանրապետությունը, եթե չի ունենալու կառավարություն։ Ունենալու, ավանց չի ունենալու։ Սահմանադրությամբ Հայաստանի կառավարությունը ոչ մի օր չի, Հայաստանը չի կարող ոչ մի օր չունենա կառավարություն, միշտ ունենալու է։ Այդ թվում այն դեպքում, երբ որ մենք ընտրվենք։ Այսինքն այնպես չի, որ կառավարությունը լուծարվում է, հրաժարական է տալիս, այդ 100 օրը օդից կախված է մնում։ Ոչ մի ցենորական բան տեղի չի ունենալու։ Ձևավորելու ենք նորմալ մարդավարի կառավարություն, այդ կառավարությունը 100 օր զբաղվելու է ոչ մի բան չփչացնելով, եւ այս ռեֆորմները կյանքի կոչելով, 100 օր հետո այդ կառավարությունը ցրվելու է, կազմակերպի նոր ընտրություն, ինքը կազմակերպելու ընտրություններ, որին ինքը չի մասնակցում եւ հետեւաբար իր օգտին չի ծառայեցնում իշխանությունը, նոր արդար ընտրություններում ձևավորվելու է նոր կառավարություն, ում որ կսիրի ժողովուրդը կամ կվստահի ժողովուրդը, այդ նոր կառավարությունը գալու է կառավարական սենյակի բանալիները վերցնի տվյալ գործող կառավարությունից, տեղի ունենա հանգիստ իշխանության անցում։ Էսա տեղի ունենալու։ Ոչ մի ինչ-որ վայրի վերումներ, որ մենք լուծարում ենք կառավարությունը, երկիրը մնում է չկա տենց բան։ Շատ պարզ խնդիր է դրած։ Առնել լկտիացող քաղաքական համակարգի դեմը, որովհետև այսօրվա քաղաքական կանոններով, եթե դու մի անգամ հարմարացնում ես իշխանությունը վերցնում, դու միշտ կարաս իշխանությունը վերարտադրես, ամեն անգամ խափես մարդկանց եւ դա չունենա ոչ մի հետևանք, որովհետեւ ընտրական համակարգի կանոնները գրած անենց, որ դու միշտ ընտրվես, անգամ եթե խափում ես, անգամ եթե քո խոստումների տրամագծորեն հակառակն ես անում։ Հիմա մենք ուզում ենք այնպես լինի, որ քաղաքացիները ունենան մահակ, որ հենց ինչ որ մեկը խափի, ինչ որ մեկը լկտիություն անի, այսինքն մի հատ մահակով տան գլխին խելքի գա։ Այս ենք ուզում անում։ Ինչու պետք է թույլ տան ձեզ այսօրվա հիմնական խաղացողները, որպեսզի դուք այդպիսի մահակ ձեր ձեռքին ունենաք։ Իրանք ոչ միայն մեզ թույլ չեն տալ, իրանք ոնց կանան մեզ կխանգարեն այդ հարցում։ Եվ դրա համար է, որ բոլորին դեմ եմ, դեմքով շուռ է գալի դեպի քաղաքացիները, դեպի մարդիկ, ում համար այս գործող քաղաքական համակարգը նույն կերպ հակառակորդ է, ոնց որ մեր համար։ Մենք իրար հետ դաշինք կազմած պետք է այդ քաղաքական համայնքին վզկապ կապենք, ընդ որում շատ կարճ թելով, որ իրանք ժողովրդի ձեռի տակից հեռու չկարանան փախնեն։ Էս է։
Փաստորեն էլի նորից ես գալիս եմ այդ մտքին, ձևակերպմանը, որ համախոհներ են, ոչ թե ընտրողներ են, որոնք ձեզ պարզապես ձայն են տալիս, այլ այդ մարդիկ պետք է դա մտածեն, որ Այո, նրանք էլ են ուզում, որ արվի այն, ինչ որ դուք այո, առաջարկում եւ մենք այդ մարդկանցից բացի ուրիշ ոչինչ չունենք, մեր քարոզչական ուժն էլ են այդ մարդիկ ելնելու, մեր ֆինանսավորողն էլ են այդ մարդիկ ելնելու, մեր ընտրողն էլ են այդ մարդիկ ելնելու, երբ որ քաղաքական համակարգը դիմադրի այդ մարդիկ են օգնելու, որ մենք այդ քաղաքական համակարգին բացատրենք, որ չի կարելի դիմադրել, ամեն ինչ մենք այդ մարդկանց հետ այդ մարդկանց շնորհիվ որ կանալու ենք անենք։ Իմիջիայլոց օգտվելով արդից ասեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այս ամեն ինչի մեջ արժեք են տենում, կարան այցելեն բոլորինդեմ.am կայք, գրանցվեն, միանան շարժմանը, եթե կցանկանան մինչև ընտրություններ ամիսի 3000 դրամ ֆինանսական աջակցություն կարան ցույց տան, ավելին այս բային արդեն 180-ից ավել մարդ կա, ով այդ ֆինանսական աջակցությունը ցույց է տալի, եւ 800-ից ավել մարդ կա, որ անդամակցում է շարժմանը, եւ մենք միասին պետքա դաստիարակենք քաղաքական դաշտին։ Որքան գիտեմ, ամեն ամիս ինչ որ փոքր ոչ մեծ գումար, բայց փոխանցումներ արվում են ձեր։ Եվ դրա շնորհիվ մենք արդեն մի 600,000 դրամից ավել ֆինանսավորում ունենք ամսին։ Բայց դուք պատկերացնում եք, չէ՞, ձեր մրցակիցները ինչ ֆինանսական միջոցներով են կատարում այս աշխատանքը։ Այո, նախընտրականին պատրաստվում են, դե հայտարարված չէ, բայց նախընտրական շրջանը ոնց որ թե վաղուց արդեն սկսված է։ Կորեկտ չէ համեմատությունը, ես ոչ ես ոչ ընկերներս բնավ են մարդիկ չենք էլի, որ կարանք համեմատվենք այն օրինակի հետ, որը կբերեմ, բայց ես տարբերությունն եմ էլի ուզում ցույց տամ։ Հռոմեական կայսրությունը եւ կղերական դասը 10 տապատիկներով ավելի շատ զորք, փող ու իշխանություն ուներ, քան Հիսուս Քրիստոսը, բայց դա իրանց ոնց որ թե չօգնեց եւ հետեւաբար էլի չհամեմատվելով Հիսուս Քրիստոսի հետ, ասացի սեությունը այն է, որ ճշմարտությունը եւ հասարակ մարդկանց, հասարակ ժողովրդի համաձայնությունը երբեմն ամենամեծ ռեսուրսն է, հատկապես երբ որ դիմացդ գողեր են, ստախոսներ, հանցագործներ։ Լավ, այդ հասկացանք, իհարկե դուք գիտեք, որ ինչ կոմենտներ են լինելու այդ ձեր համեմատում, ճիշտ է դուք ասում եք չենք համեմատում, բայց քիվորդերի խնդիր կա, բառեր կան, որոնք ես ինձ կոմենտները չի հուզում, ինձ գործողություններն են հուզում։ Կոմենտները դա մարդկանց ամիջապական արձագանքն է։ Ես մեծ սիրով կուզենամ այդ մարդկանց հանդիպեմ եւ մենք հարցերի ու քաղաքական ապագայի էությունը քննարկենք, որովհետև ոչ մի գաղափար առանց ջանքի առաջ չի գնում։ Կոմենտ գրելով, եթե ինչ-որ բան առաջ գնար, ես օրը 150 հատ կգրեի։ Բարի։ Բայց խրախուսում եմ անպայման թող գրեն, իհարկե, որովհետև ասեմ ինչու, որովհետև անգամ եթե այդպես հեգնական, դե մեզ մոտ սովորական է, մարդիկ կարծում են, եթե հեգնեն, դա ցույց է տալիս, որ իրենք ավելի բարձր են, ավելի խելացի են, ոչինչ, դա էլ է կոմենտ, ինչպես դուք էլ նոր ասացիք, դա էլ է արձագանք, այսինքն մարդը լսել է, մարդը ընկալել է, մարդը ինչ որ իր վերաբերմունքն է։ Դուք շատ համեստորեն ռեֆորմ բառն եք օգտագործում, երևի թե քանի որ ես ուսումնասիրել եմ ձեր այդ նպատակները, ծրագրերը, երևի թե թույլ տամ դուք սկզբից ասեք ինչ եք նախատեսում անել, որովհետև այդ ռեֆորմ բառը ես ասեցի, դուք չասեցիք, այդ ծրագիրը ձեր ասեք, հետո ես իմ հարցս արդեն կտամ։ Կա առաջարկվող փոփոխությունների, շատ պարզ փոփոխությունների առաջի փաթեթը եւ հիմա այսօր ինչ մենք զրուցում ենք գրասենյակում տասնյակ մարդիկ քննարկում են երկրորդ փաթեթի հնարավորությունը, որ գուցե կա այլ փոփոխություններ նաեւ որ պետք է անել, իդեպ մեկնաբանություններում կոչ կանեմ այդ փոփոխությունների առաջարկները գրեն մարդիկ
Այսինքն գնահատեն իրենց կարծիքը հայտնեն, այո։ Ես կասեմ այն ինչ հիմա արդեն որոշված է եւ կամ բաներ, որոնք դեռ որոշված չեն, քննարկման մեջ է եւ կարան այդտեղ այլ առաջարկներ նաեւ դիտողները անեն։ Առաջի փաթեթի էությունը հետեւյալն է փոփոխությունների։ Մենք պետքա չեղարկենք կայուն մեծամասնության նորմը, որը փաստացի մեծամասնություն չստացած քաղաքական ուժին բոնուսային մանդատներ է տալի, որ ինքը արհեստականորեն դառնա իշխանություն։ Այս նորմը, որը գրվել ու կարվել է Սերժ Սարգսյանի հագով, հիմա գործում է ու շատ վտանգավոր զենք է բոլոր իշխանությունների ձեռքին, եւ այս զինատեսակը հորինվել է Իտալիայի ֆաշիստ բռնապետ Մուսոլինիի կողմից։ Հայաստանը այն եզակի երկրներից է, որ ունի այդ օրենքը իր սահմանադրության մեջ։ Մենք պետքա դա հանենք, որ նորմալ դեմոկրատական երկրի սահմանադրություն ունենանք։ Երկրորդը կամ բազմաթիվ առողջ գաղափարներ, որոնք սակայն միլիոնավոր մարդկանց պոպուլարությունը չեն վայելում, բայց այնուամենայնիվ այդ գաղափարները առողջ են եւ կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր կողմնակից են այդ գաղափարների։ Գոյություն ունեցող 5%-անոց անցողիկ շեմի պայմաններում այդ առողջ գաղափարները շանս չունեն ներկայացված լինելու մեր պարլամենտում։ Հետևաբար ստացվում է վիճակ, ինչպես օրինակ 21 թվականին, որ հայ ազգին ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ինչը շատ հեռու է ճշմարտությունից, որովհետև նես չի, որ յուրաքանչյուր հայ կամ Նիկոլի առաջարկի նման է մտածում կամ Քոչարյանի առաջարկի նման է մտածում։ Դա արհեստական է հայ ժողովուրդը տենց չի մտածում, այդ չի հայ ժողովրդի երկընտրանքը։ Բայց քանի որ շեմը բարձր է անցողիկ, մնացած կարծիքները չկան պարլամենտում։ Մենք պետք է իջացնենք շեմը, որ քաղաքացիները իրանց նախընտրած քաղաքական ուժերին կարողանան գործուղեն պարլամենտ։ Եվ երրորդ բանը, որ մենք ուզում ենք անենք, ավելացնենք բոլորին դեմ եմ քվյաթերթիկ, որպեսզի այն մարդիկ, ովքեր այնուամենայնիվ չեն ունենա նախընտրած նույնիսկ փոքր քաղաքական ուժ, այդ մարդկանց ձայնը լսելի լինի, որպեսզի քաղաքական համակարգը չլկտիանա, քաղաքական համակարգը իմանա, որ եթե իրան խելոք չպահի, քաղաքացիները կգան կքվյարկեն բոլորին դեմ եմ ու կստեղծեն ահռելի խնդիրներ քաղաքական գործիչների ու քաղաքական դաշտի համար։ Այս մեր առաջի փաթեթն է, որը քննարկում, որը հաստատված է։ Հիմա հենց այս պահին գրասենյակում քննարկում են երկրորդ փաթեթը փոփոխությունների։ Այդտեղ շատ տարբեր առաջարկներ կա, օրինակ ինչպիսին այն է, որ դրվի սահմանափակում, որ մեկ անձը երկու անգամից ավել չի կարա լինի նաև հանրապետության վարչապետն, հենց ոնց որ առաջ նախագահն էր երկիրը կառավարում, երկու անգամից ավել հնարավոր չէր նախագահ լինել, կա առաջարկ հիմա, որ պետք է հենց անել երկու անգամից ավել վարչապետ էլ չկայանա լինեն։ Երկու անգամ կներեք, այստեղ ծուղակ կա, երևի թե ծանոթ եք, երկու անգամ իրար հետևից, թե հետո ինչ որ մեկն է գալիս, հետո դնորից կարողանում ես Դա վարիացիաներ է, տարբերակներ է, որ կարելի է քննարկել։ Ես հիմա չեմ ուզում կոնկրետ մի տարբերակը շեշտել, որովհետև քննարկում է գնում։ Դա առաջարկներից մեկն է։ Ու այս տիպի էլի առաջարկներ կան, որոնք Հայաստանի քաղաքական դաշտը ու քաղաքական գործիչներին զգաստացնելու են ու թույլ չտան, որ ով ինչ ուզենա անի։ Ես հետո անպայման կարդամ մեկնաբանությունները ու կփորձեմ, եթե այդտեղ լինեն առաջարկներ քաղաքական համակարգի այլ ռեֆորմների, անպայման դրանց մասին եւս կմտածեմ։ Իհարկե ճիշտ չի, որ ես հիմա մտնեմ եւ ինչ որ կոնկրետ հարցեր տամ, բայց առաջին մի հարց տամ ներողություն։ Հետ կանչի մեխանիզմ նախատեսում եք թե ոչ, ասենք ազգային ժողով ընտրեց, պատգամավորը գնաց, դե խորհրդարանական է, չէ՞, երևի պետությունը մնում է խորհրդարանական։ Հետ կանչի մեխանիզմի հարց լուծվում է, թե էլի չէ, սպասելու է, ասենք մարդը դա քննարկման ենթակա հարց է, այս պահին որոշված փոփոխությունների մեջ նման առաջարկ դեռ չունենք։ Դա քննարկման հարց է, բարդությունը կայանում է հետևյալում։ Հայաստանում համամասնական ընտրակարգ է, այսինքն դու ընտրում ես քաղաքական ուժ, ոչ թե անհատ։
եթե նենց լներ, որ մեր թաղը ունի իր առանձին պատգամավորը, կարայինք օրենք գրեինք, որ մեր թաղը իրավունք ունի իր պատգամավորին հետ կանչի։ Բայց համամասնական ընտրակարգի պարագայում, ասենք X պատգամավորը ընտրվել է, իր գործունեությունը կենտրոնացած է Շենգավիթ վարչական շրջանի վրա, բայց ինչ որ հիմար բան է արել, գյումրեցիների դուրը չի եկել։ Հիմա գյումրեցիները իր դրական աշխատանքը տենալու տարբերակ չունեին, որտեղ այդ մարդը Շենգավիթի վրա էր աշխատում։ Բայց հետ կանչելու մեխանիզմ ոնց են ունենալու, ոնց ենք որոշելու այս մարդը ում քվեներով էր ընտրվել եւ ում քվեներով հեռանա, որտեղ քվեարկությունը բաց չի, այնպես չի, որ գրած է, որ այ X մարդը Միքայել Նահապետյանի ու Պողոս Պողոսյանի ընտրած պատգամավորներ, եթե իրանք հիասթափվել են, կարող հետ կանչեն։ Չէ, դե impeachment-ի գաղափար կա։ Սրանք մտածելու հարցեր են։ Այստեղ էլ կարող է լինել։ Լավ, դա իհարկե մասնավոր հարցեր, ներող եղեք, որ դրա մեջ մտանք, պարզապես հետաքրքիր էր։ Կարելի է ասել, ես այդ հիմա հարցս տամ։ Դուք շատ համեստորեն ասում եք ռեֆորմներ ենք անելու, եթե եւ էլի նորից նույն հարցը երևի կրկնում եմ, բայց եթե մեծամասնություն կազմեք դուք անցնեք հիմա ամսի 7-ին ու մտնեք խորհրդարան, եթե մեծամասնություն չկազմեք, մտնեք, բայց չեմ ասում չէ, եթե չեք հավաքում բավականաչափ ձայն, իհարկե այս ամեն ինչը դուրս է մնում։ Եթե մտնում եք, բայց մեծամասնություն չենք, ով թույլ կտա ձեզ ներողություն այդ կոպիտ ձևակերպման համար, որպեսզի դուք ինչ որ ռեֆորմներ անեք, ինչ որ կառավարություն ձևավորեք թեկուզ 100 օրվա։ Իմանայք, եթե մեզնից է կախված ով կլինի Հայաստանի վարչապետ, տեսեք, եթե ինչ-որ մեկը ստանա 50+, այսինքն եթե ստացվի նենց, որ ընտրությունների առաջի փուլում որևէ մեկը 50+ է ստացել, այդտեղ այս խաղը ավարտվում է, ոնց որ չես կարող այլ այդտեղ մեր ուզածը անես, որովհետև ինքը ու իր ֆրակցիան ամեն ինչին կարող դեմ քվեարկեն ու ինչ ուզենան։ Եվ ձեզ մեղադրեն, որ դուք ընդամենը մտակ խորհրդարան, այդ խնդիրը ձեզ համար անձնական խնդիրը լուծեցիք։ Այդ մտավախությունը փարատելու համար եւ իսկական բոլորին դեմեմին մաքսիմալ մոտ լինելու համար, այդ դեպքում մենք վայր կդնենք մեր մանդատները, եթե մեր ասած փոփոխությունները անելն անհնար է, մենք ոչ մի դեպքում քաղաքացիների բոլորին դեմեմ մոտիվով տված քվեները չենք օգտագործելու ինչ որ մեր սեփական գաղափարներ, ամբիցիաներ իրագործելու համար։ Մենք վայր կդնենք մանդատները, հետ կվերադառնանք ժողովրդի մեջ որպես ոչ падգամավորներ ու նորից կսկսենք ճանապարհ, բայց արդեն շատ ավելի մեծ քանակի բաներ փոխելու համար եւ ես կարծում եմ, որ դա եթե ոչ ձևով բնույթով հեղափոխական ճանապարհ կլինի։ Այ հասանք այդ իմ ձևակերպմանը։ Սա համեստորեն ասված ռեֆորմներ են, թե այնուամենայնիվ հեղափոխություն եք ուզում անել։ Եթե հեղափոխություն եք ուզում անել, այդքան քիչ ձայնով իհարկե դուք չեք կարող մտնել։ Դա ուրեմն հեղափոխական ալիք պետք է լինի, որպեսզի ձեզ հնարավորինս շատ ձայն տվող լինի։ Համաձայն եք, որ սա հեղափոխության նման մի բան է եւ ինչպես եք այդ ալիքը բարձրացնելու։ Մենք փողոցով դրսևորվող հեղափոխություն հիմա մինչև հունիսի 7-ի ընտրություններ չենք անելու, չենք էլ փորձելու դա անել մինչև հունիսի 7։ Մենք աշխատելու ենք քաղաքացիների հետ հարցը ընտրություններով եւ քվեարկությամբ լուծելու։ Եթե ընտրությունների արդյունքները ցույց կտան, որ այն ինչ մենք ուզում ենք ձևավորված իրավիճակում անհնար է, մենք չենք լինի падգամավոր, մենք 0-ից կսկսենք աշխատել մարդկանց հետ, կգծենք նոր ճանապարհ ու կմտածենք ոնց ենք այդ ճանապարհը առաջ տանում։ Ես կարծում եմ, որ այդ 50+ հավաքողը, եթե ինչ-որ մեկը լինի, Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Սենց թե նենց ոչ մեկին 10+ տարվա իշխանություն հալած յուղի տեղ չի անցնում։ Ինքը հեսա 10+ տարվա իշխանություն է էլի դառնալու 2 տարուց։ Այսինքն վարչական ռեսուրսները իր ձեռքում են, դրա մեր եք համարում, որ նա է անցնելու։ Դե եթե կա ինչ-որ մեկը, որ 50+ կստանա,
Ինչ է եկել համար որ դա Փաշինյանը պետք է լինի։ Դա աքսիոմա, այտենց է, բա դրա համար եմ ասում, գոյություն ունեցող սահմանադրական եւ ընտրական կանոններով իշխանությունը պետքա քնած մնա ընտրությունների օրը, որ պարտվի։ Եթե իշխանությունը առավոտյան արթնացել է, կարա գործ չանի, ուղղակի եթե առավոտը արթնացել է, ինքը այդ ընտրությունները չի կարա պարտվի, որովհետեւ վարչական ռեսուրսով 20% ջեբը դրած է, ոնց էլ չլինի մեկու մեջ լուրերով խոսում է մի 200,000 մարդ դրա համար իրան սիրելուց էլ կլինի, եթե եղավ եւս մի 20%, մի քիչ էլ թաղի խուժան կրիմինալ պետական հիմնարկներ, սենց ինչ որ վիճակներով գալիս դառնում է, որ բան եղավ, ընտրվեց։ Հետևաբար, եթե ինչ որ մեկը 50+ ստանալու է, դա միշտ իշխանությունն է լինում։ 10+ տարվա իշխանության կյանք քաղցր չի։ Եթե հիմա իրանք նույնիսկ կարողանան դա անեն, մենք կպատրաստվենք իրանց 10 տարեկանի Հոբելյանը դիմավորելու։ Կարելի ասել, որ հեղափոխության օրը, դուք ասում եք մենք դրանից առաջ, ընտրություններից առաջ փողոցային ոչ մի այդպիսի ակցիաներ չենք անելու։ Հենց հունիսի 7-ն է այն հեղափոխության օրը, որ ձեզ հավատացողները, ձեզ աջակիցները, համախոհները, ինչպես ես այդ ձևակերպումներ օգտագործեցի, այդ օրը հայտարարվի հեղափոխության օր, այսինքն ձայն տալը լինի դա այդ քվեարկությունը հեղափոխությունը առանց ցնցումների, այդ ենք մենք ուզում անենք։ Եկանք ամենաառաջին հարցին, այն եթեին, որ ես ասում եմ, եթե մարդիկ չգիտեն ձեր մասին, ապա նրանք կարող են չիմանալով բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ընտրեն, լինելով բոլորին դեմ։ Այդ եթեն ինչպես անենք, որ այդ եթեն, ինչպես եք պատրաստվում անել, այսինքն, որպեսզի այդ եթեն չլինի եթե, որպեսզի բոլորը իմանան, բոլորին հայտնի լինի ձեր ծրագիրը, ձեր մասին ինֆորմացիան։ Դուք հանրայինով ամեն օր ելույթ ունենալու հնարավորություն ունեք, ինչ հնարավորություններ ունեք դուրս գալու, քաղաքացու տեղեկացնելու ձեր մասին։ Բան, պետք է իշխանությանը կողմ լինեինք, ոչ թե բոլորին դեմ, որ հանրայինով ամեն օր կարողանայինք ելույթ ունենայինք, 7 կողպեքի տակ հանրայինը սենց գաղափարների համար։ Մենք օգտագործելու ենք սոցիալական ցանցերը, հիմա բավականին հետաքրքիր մերոնք օգտագործում են TikTok-ը, Facebook-ում ենք ինչ-որ բաներ անում, YouTube-ում ֆորմատներ։ Ինչպես մարդիկ գտնեն ձեզ։ Որտեղ գրեմ բոլորին դեմ եմ, հայատար կամ լատինատար, կամ հենց ուղիղ պաշտոնական էջերին, կամ գոնե աջակիցների էջերին են հանդիպելու, իսկ աջակիցների էջերում պաշտոնական էջերի մասին տեղեկատվություն կա, ցանկացած ոնց որ պլատֆորմում, սոցկայքում, լատինատար կամ հայատար, բոլորին դեմ եմ գրեն, կբերի։ Պլյուս կա բոլորին դեմ GTM կայքը, որտեղ հղումներ կա մեր բոլոր սոցիալական պլատֆորմներին։ Էդ ենք անելու, դեբատներին, հանրային եթերով, գովազդային սլոթերին, բանին, փախած հետաքրքիր բովանդակություն ենք տալու, մեկ-մեկ դա կլինի ծիծաղելի, մեկ-մեկ դա կլինի զարմանալի, մեկ-մեկ դա կլինի ջղայնացնող, բայց երբեք ձանձրալի չի լինի։ Այցելելու ենք մարդկանց թաղեր, բակեր, տներ, նամակներ ենք գրելու իրանց, զանգելու ենք իրանց, շատ տարբեր բաներ ենք անելու։ Հիմա ռիսկերի մասին։ Արդյոք դուք կարծում եք, որ այդ ընթացքում, այդ 100 օրվա ընթացքում, երբ ասենք թե դուք ստացաք մարդկանց աջակցությունը իսկապես եւ անցաք խորհրդարան եւ բացի դրանից որ անցել եք խորհրդարան, նաեւ ունեցաք մեծամասնություն, որպեսզի դուք ինքներդ կառավարություն կարողանաք ձևավորել։ Այո, դուք ասացիք իմ հարցին պատասխան, որ կառավարությունը, որը մինչ այժմ գործելու է, մինչ այդ օրը եւ դրանից հետո գործելու է, չի դադարելու գործել։
ով է որոշում վարչապետն է շարունակելու իր գործառույթները կատարելու, որոշում կայացնելու։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև ռիսկերի մեջ մտնում է անվտանգությունը։ Մարդիկ անմիջապես մտածում են մեր հարևան պետությունը, որը պահը կարող է որսալ ինչ-որ թուլության, ինչ-որ անհասկանալի իրավիճակ է Հայաստանում, անկայուն իրավիճակ է օգտագործել։ Ես չեմ ասում, որ դա կլինի, ամենայն դեպս Փաշինյանը ամեն օր զգուշացնում է մարդկանց, որ եթե ես չլինեմ, լինելու է պատերազմ։ Այսինքն պատերազմը չնայած նա անդադասում է խաղաղություն է, բայց միշտ պատերազմի ուրեմն քարտը ձեռքին է։ Այդ 100 օրը, որը դուք վերցնում եք այդ 100 օրը, 100 օրվա առաջի, երկրորդ, երրորդ օրը, եթե ինչ երաշխիք ունեք, որ թշնամին չի օգտագործի այդ անհասկանալի իրավիճակից Հայաստանում։ Մենք 100 օրում ոչ մի կորդինալ բան չենք փոխելու արտաքին քաղաքականության բնագավառում։ Ոչ մի նենց բան չենք անելու, որի համար պետք կլինի մեզ պատերազմ հայտարարել։ Մենք պատերազմ չենք սադրելու։ Ձգելու ենք այդ 100 օրը բոլոր հարցերն այնպես, որ հետո ընտրված արդեն մշտական նոր կանոններով ընտրված մշտական կառավարությունը գա հասկանա ինչի հետ գործ ունի եւ կայացնի այն որոշումը, որի համար մանդատ է ստացել։ Այդ ենք մենք անելու եւ այդ պայմաններում ես ռեալ պատճառ չեմ տեսնում, թե ինչի համար պետք կլինի մեր վրա հարձակվել։ Բայց ես ուրիշ հարց եմ ուզում տամ։ Եթե Նիկոլ Փաշինյանից բացի ցանկացած այլ մարդու ընտրվելու դեպքում պատերազմ է լինելու, ეხենք ընտրություններ անում, ეხենք դեմոկրատիա խաղում, թող ուղիղ հայտարարի, որ բան Հայաստանը խաղաղասիրական պետություն է, իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, փոխանցվում է ժառանգական ճանապարհով։ Եթե Հայաստանի լինել չլինելը կախված է իր վարչապետը լինել չլինելուց, ընտրություններ ինչի համար են անում։ Որ ինչ որ մարդիկ գնան բան, տենց ձևական վերահաստատեն, ասեն, հա, կախված է ձեզանից, որ բան, ժողովրդավարության սամիթների ժամանակ Եվրոպայում ասի, չէ, ինչի դե մեր մոտ էլ է ընտրություններ ելնում։ Այդպես Վլադիմիր Պուտինի մոտ էլ է ընտրություններ ելնում 5 տարին մեկ։ Ինչի համար են անում այդ ընտրությունները, եթե այդ ընտրություններում կամ պետք է Նիկոլ Փաշինյանը ընտրես, կամ Հայաստանը կործանվում է։ Ես համաձայն չեմ, որ դա տենց է։ Ես կարծում եմ, որ դա շատ վատ բան է, եւ որ հայ ժողովրդին շանտաժ է արվում, որ բան Իլհամ Ալիևն ասում է, որ ինձ կընտրեք, որտեղ եթե ինձ չընտրեք, Իլհամ Ալիևը ասում է, որ ես կգամ սաղիթ կսպանեմ։ Լսեցիք, դե գնաք ինձ կընտրեք։ Լավ մեթոդ չի մարդկանց հետ շփվելու։ Այժմ սիրելի հայրենակիցներ գովազդային դադար հայտարարենք եթերում, բայց խնդրեի որ մնաք մեզ հետ, որովհետև կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու նաև շարունակությունը մեր զրույցի պարոն Նահապետյանի հետ։ Գովազդի մեր եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաև թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Միքայել Նահապետյանի հետ, բոլորին դեմ եմ, արդեն կարելի ասել կուսակցության անդամ, նախաձեռնության ներկայացուցիչ։ Շարժման անդամ, կուսակցությունը էլ եմ ասում, տեխնիկական միջոց էր, բոլորին դեմ եմ ընտրություններին լինելու։ Հա, բնականաբար կուսակցության անդամ եմ, բայց կուսակցությունը տեխնիկական միջոց չագուչն է, էլի կուսակցությունը։ Կուսակցությունը օրենքին համապատասխան, որպեսզի կարողանաք իրավունք տա ձեզ մասնակցելու ընտրություններին, դուք կուսակցություն եք ձևավորել, այո, հասկանալի է։ Ես ճիշտ եմ հասկանում, ես տամ այս ձևակերպումը, դուք ասեք այո թե ոչ։ Դուք դիմում եք քաղաքացուն եւ ասում եք քաղաքացի, եթե դու համաձայն չես այն ամենի հետ, ինչ այստեղ կատարվում է, եթե դու համաձայն չես եւ նրա հետ թե որ դու հնարավորություն չունես ընտրելու քո ուզած մարդուն, դու հնարավորություն ունես միանալու մեզ, մենք կտանք, չգիտեմ, 1001 հարցի, հիմա կխոսենք ինչ հարցերի, լուծում։ Եթե դու համաձայն չես, միացիր մեզ։ Ոչ միայն եթե բոլորին դեմ եմ, այլ նաև եթե համաձայն չես այն ամենի հետ, միացիր մեզ։ Հիմա հարց, եթե այո, դուք այդպես եք ասում, ինչ եք հասցնելու անել այդ 100 օրվա ընթացքում։ Մեր իրավաբանական թիմը մոտ 5 հոգի պրոֆեսիոնալ իրավաբաններ են, որոնց հետ աշխատում է եւս 2 հոգի մարդ, քաղաքական իդեայի առումով, կետ առ կետ ամսաթվերով հստակ գրած է ճանապարհային քարտեզ 100 օրվա համար, որ օրենքի նախագիծը ուր պետքա մուտքագրվի, դրանից հետո ինչքան ժամանակ է տևելու քննարկումը X ատյանում, Y ատյանում, կարան մերժեն այդ այսքան ժամկետ է գումարում, կարան համաձայնվեն այնքան ժամկետ է պակասացնում, այս ամբողջ
պլանը գրած է ամսաթվի ճշտությամբ կառավարություն ձևավորելու պայից սկսած 100 օրվա մեջ դա տեղավորվում է։ Պլյուս դրան կառավարություն ձևավորվում է ընտրություններից մոտ 50 օր հետո։ Դա լրացուցիչ 50 օր բոնուս է այդ ամեն ինչը նախապատրաստելու համար։ Առավել եւս, քանի որ մեր անելիքը շատ հստակ է, մենք փղիկներ եւ ամպիկներ չենք ուզում ներկրել Հայաստան։ Շատ կոնկրետ օրենքների մեջ շատ կոնկրետ փոփոխություններ ենք ուզում անենք։ Այդ փաթեթը մինչև քվեարկության օրն էլ պատրաստ կլինի։ Այսինքն նես չի մենք ընտրենք մեզ կկազմենք կառավարություն այդ ժամանակ կգրենք այդ օրենքների փաթեթները։ Շատ կոնկրետ է մեր անելիք գործը։ Շատ հստակ անուն ունեցող օրենքներում, հստակ հոդվածներում, հստակ բառեր եւ թվեր պետքա փոխել ուրիշ բառերով եւ թվերով։ Դա պատրաստ կլինի մինչեւ ընտրությունների օրը անպայման եւ ընտրություններից հետո դա կյանքի կոչելը ռեալա միանշանակ 100 օրվա ընթացքում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք պատրաստվում եք նաև հանրությանը ներկայացնել ինչ որ, չեմ ասում գուցե բոլոր կետերը չեք տա, բայց հանրությունը պետք է իմանա դուք ինչ փոփոխություն է։ Մի բան է ասել, ես գալիս եմ հեղափոխություն եմ անում, ինչ մենք արդեն անցել ենք այդ ճանապարհով, հա։ Մյուս բանն է, թե անում եմ, փոխում եմ, բայց ինչից ինչ եմ փոխում։ Ինչ որ կետերի հետ ծանոթանալու, տեսեք դուք ասացիք, մենք հիմա քննարկում ենք, չգիտեմ ինչ որ կետ ասացիք, որը դուք հնարավորություն ունեք ձեր գնահատականը եւ կարծիքը տալու։ Տեսեք, առաջի փաթեթը 3 հատ կետն է։ Ես քաղաքական նպատակը ասացի, որ օրենքը պետք է նենց կերենք կայուն մեծամասնություն չլինի, հանցողի քշեմը ցածր լինի, քաղաքացին բոլորին դեմ քվեարկելու հնարավորություն ստանա առանց մեզ ինքնուրույն այտենց քվեաթերթիկ գոյություն ունենա բոլորին։ Դա ընտրությունների հետ է կապված ընդհանրապես։ Ընտրական քաղաքական խաղի կանոնների հետ է կապված։ Այսքանը ասացի։ Հիմա սրա տակ որ օրենքի մեջ որ բառը ոնց կփոխենք, ում հետաքրքիր է, խնդիր չկա, դա էլ բաց ինֆորմացիա կանանք բան անենք։ Երկրորդ փաթեթը, որը հիմա քննարկման մեջ է, երբ որ նույնքան պատրաստ լինի, ինչքան էս առաջինը, այսինքն պայմանավորվածություն լինի, որ վերջ էդ էլ անպայման պետք է անենք, այդ 100 կամ չգիտեմ, այդ X օրվա մեջ այդքանն էլ պետք է անենք, երբ որ այդ պայմանավորվածությունը լինի, երկրորդ փաթեթը նույն ձև ոնց որ առաջի փաթեթն եմ հիմա ներկայացնում, երկրորդ փաթեթը բացարձակ նույն ձև կներկայացնենք։ Ինչին է վերաբերելու այդ նույն փաթեթը, սոցիալական հարցեր են, արտաքին քաղաքական հարցեր են։ Ոչ, մենք կոնկրետ խնդիր ենք դրել, մեզ պետք է ջարդել, մաքրել ու վերակառուցել քաղաքական համակարգը։ Մնացած ամեն ինչը նոր քաղաքական համակարգի մտածելու բաներ է։ Ես ու իմ ընկերները նոր քաղաքական համակարգով կարող եմ մեկս X տնտեսություն պատկերացնի, մյուսս Y։ Դրանք առողջ բանավեճի հարցեր է, որը Հայաստանում կարանք 50 հատ կարծիք ունենանք, 50 ձևի տնտեսություն պատկերացնենք, 4 ձևի էլ արտաքին քաղաքականություն։ Բայց այդ ամեն ինչը լրջորեն ու արդար որոշելու համար մեզ պետք է նորմալ քաղաքական համակարգ, որովհետև հայ այսօր առավոտ ստեղ գալիս բան դոկումենտալ ֆիլմ էին նայում։ Տնտեսագիտության տեսության մեջ տենց տարբերակ չմնաց, որ Արգենտինան չփորձի իր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Բայց ոչ մի տեսություն գրած չի այն դեպքի համար, երբ որ քո քաղաքական իշխանությունը գողեր ու պոպուլիստներ են։ Բոլոր տեսությունները փորձարկման արդյունքում նույն ճգնաժամին են հանգեցնելու, եթե դա իրականացնողները գողեր ու պոպուլիստներ են։ Արգենտինայի օրինակն ու դասը մեզ հուշում է, որ մեզ սկզբից նորմալ քաղաքական համակարգ է պետք։ Լավ, խոսենք այսօրվա արդեն այն ինչի հետ մենք գործ ունենք, նախ դուք պետք է նաև ասեք, կիսվեք ինձ հետ, քաղաքական հակառակորդները ովքեր են ձեր այսօր, բոլորը ինչ որ անթիվ անհամար մասնակիցներ ունենք ընտրությունների, բայց չգիտես ինչու խոսում են, ես պետք է հարցնեմ, հիմնական մրցակցությունը ում եւ ում միջև է լինելու եւ արդյոք դուք տեսնում եք այդ հիմնական մրցակցության մեջ, մրցակիցների մեջ նաեւ բոլորին դեմ եմ։
Բոլորը մեր քաղաքական հակառակորդներն են, մենք բոլորին դեմ ենք, դուրս ենք եկել բոլորի դեմ եւ բոլորը մեզ դեմ են, դա ամեն կերպ է դրսևորվում իրանց ֆեյքերի հարձակումներով, իրանց աջակիցների հրապարակային ստատուսներով, իրանց փորձագետների հրապարակային վերլուծություններով, ընդ որում բոլոր ճամբարները մոտավորապես նույն տեքստով են էլի բան անում, հանդես գալի։ Այն որ ասում էին մեկը լներ էս հայ ազգի քաղաքական պարակտվածությունը միավորեր, փաստորեն բոլորին դեմ է մի մոտ ստացվեց իշխանությանն ու ընդդիմությանը միավորել մի հարցի շուրջ, որ այս բոլորին դեմ է, բայց բան, վատ բան է, եկեք մի թիրախ, հա, դուք դարձաք մեծ թիրախ բոլորի համար։ Մենք համախմբեցինք իրանց, ազգային միասնության ոգի մտցրեցինք իրանց մեջ։ Բայց եթե սրանից մի կողմ անցնենք, իմ պատկերացրած իդեալականը ես ինչ կուզենայի տեղի ունենար։ Իշխանությունը առաջադրվեր իր բոլոր սատելիտների հետ մեկ միասնական ցուցակով, ընդդիմությունը առաջադրվեր մեկ միասնական ճամբարով եւ լիներ բոլորին դեմը։ Այս մեր պատկերացած իդեալական տարբերակն է։ Սրանից լավ չի կարա լինի, երբ որ քաղաքացին հստակ հասկանա կա Նիկոլ Փաշինյան, կա ընդդիմություն ու կա բոլորին դեմը քվեարկելու տարբերակը։ Այդ մեր պատկերացրած ցանկալի տարբերակն է, ըստ այդմ ես ողջունում եմ, որ ընդդիմությունը միավորման ջանքեր է գործադրում, թող բոլորով կպնեն իրար, ափսոսում եմ, որ իշխանության ճամբարում եւ պրոիշխանական ուժերի ճամբարում նման միտում չկա, լավ կլներ իրանք։ Շատ հետաքրքիր էր, դուք ներկայացրեցիք, ասեք իշխանությունը, ընդդիմությունը առանձին եւ մենք առանձին, դուք ընդդիմություն չեք, դուք փաստորեն ձեզ ուրիշ ձևով եք դիրքավորում, ինչպես եք դիրքավորում։ Մենք երրորդ ուժ են ասում, գուցե այդ երրորդ ուժ եք դուք պատկերացնում, որ դուք երրորդ ուժն եք։ Երրորդը անիմաստության մասին է։ Մենք քաղաքացիների ձայնն ենք ու մահակը։ Մենք դասական կուսակցություն չենք եւ հետեւաբար նաեւ դասական կուսակցության դասավորությունների մեջ մեզ համար տեղ գտնելու իմաստ չենք տենում։ Մենք ստեղծվել ենք կոնկրետ խնդիր լուծելու համար, կոնկրետ խնդրի լուծումից հետո մենք այս ամեն ինչ փակելու ենք։ Բան, տենց քաղաքական դաշտում սիրված բան կա, էլի քարոզչություն կա, որ մենք երեք չենք ստեղծվել եւ վաղը չենք փակվելու, բան, սա տասնամյակների պրոյեկտ է, չկա տենց բան։ Կոնկրետ երեք ստեղծվել ենք եւ այս հարցը լուծելուց հետո փակվելու ենք, չի լինելու բոլորին դեմ կուսակցություն։ Կոնկրետ գործի մարդիկ ենք, եկել ենք այս գործը անենք, փակենք այդ կուսակցությունը, դրանից հետո այս շարժման մեջ եղած այն մարդիկ, ովքեր կուզենան շարունակել քաղաքական գործունեությամբ զբաղվել, առաջարկ կունենան մարդկանց տնտեսության, արտաքին քաղաքականության, հանքարդյունաբերության կամ բնապահպանության մասին, այդ մարդիկ իրանց համար կստեղծեն նոր քաղաքական ուժ եւ ազատ են մասնակցել։ Գուցե 3 քաղաքական ուժ սարքեն, իրար հետ համաձայն չլինեն, 3 մասի բաժանվեն, բայց բոլորին դեմը չի լինելու այս հարցի լուծումից հետո փակվելու է։ Ներող կլինեք, բայց պետք է ասեմ, որ կա մեկնաբանություն, երբ որ հարցնում ես, բա բոլորին դեմ է կուսակցություն կա, նո այդ ժամանակ դեռ կուսակցություն չէիք, բայց պարզ էր, որ պետք է կուսակցություն բացեք։ Նրանք ասում են, դա արհեստական ստեղծված ուժ է, որը ձայների փոշիացման համար է, եւ դա Նիկոլ Փաշինյանի օգտին է լինելու, քանի որ Նիկոլ Փաշինյանին պետք է որ մասնակցությունը ցածր լինի, ձայները փոշիանան, որ ինքը իր ձայները ունենա։ Դա գուցե ոչ միտումնավոր, ակամա, գուցե եւ հատուկ ստեղծված եք նրա համար, որպեսի ձայների փոշիացում լինի։ Ձայների փոշիացում թեման եմ բարձրացնում։ Ինչ է նշանակում ձայների փոշիացում այս իրավիճակում, երբ որ ես ասում եմ անթիպան համար մասնակիցներ կան, եւ արդյոք դուք ստեղծված չեք ձայները փոշիացնելու համար։ Ձայների փոշիացում նշանակում է, երբ որ դու ստանում ես ձայներ, բայց չես հատում անցողի քշեմը եւ քո ստացած ձայները բաշխվում է քաղաքական ուժերի մեջ։ Այդ ձայների փոշիացումն է։ Հիմա ինչ վերաբերում է մեր դերին եւ առհասարակ ընտրություններին։
Այո, իրավացի է պնդումը, որ Նիկոլ Փաշինյանին պետքա ցածր մասնակցություն, որովհետև իր ստաբիլ քանակի ձայները քիչ մասնակցության դեպքում մեծ տոկոս են։ Հարց. ինչպես է պատրաստվում ընդդիմությունը բարձրացնել մասնակցությունը։ Մի պայմաններում, երբ որ սոցիոլոգիական հարցումների մարդկանց տասնյակ տոկոսներ, շատ մեծ մասը չի պատրաստվում գալ ընտրությունների, եւ ըստ մեկ այլ հարցումների մարդկանց 73%-ը որևէ ձև տիտղոսային ընդդիմությանը իշխանություն տալու տարբերակը բացառում է։ Գումարեք ընդդիմության ձայների քանակը վերջի ամենաթարմ հարցումներով եւ կտենաք ընդդիմության պատկերը ու շանսերը ինչքան է։ Այդ մարդիկ հիասթափված եւ ընտրության չեկող մարդկանց ընտրատեղամաս կանչել չեն կարող, չեն ուզում այդ մարդիկ գան ու իրանց ընտրեն։ Նիկոլ Փաշինյան ընտրել եւս չեն ուզում։ Ինչ են անելու այդ մարդիկ։ Մնալու են տանը։ Ինչ ասում բոլորին դեմ եմ, ասում է եթե բոլորին դեմ եք եւ եղածի մեջ ոչ մեկի չեք ուզում ընտրեք, եկեք քվեարկեք բոլորին դեմ եմ։ Հիմա հարց. իրանց էշը քշող հստակ ձախողված ռեպուտացիայով ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյան վերարտադրում, թե ընտրությանը չեկող մարդկանց ընտրատեղամաս կանչելու եւ միասնաբար քաղաքական համակարգ փոխելու կոչանող բոլորին դեմ եմ։ Այսինքն հիասթափված մարդիկ իրենց ձայնը ակամա տալիս են Նիկոլ Փաշինյանին, ուզում եք ասել դուք։ Չէ, հիասթափված մարդիկ չեն գնում ընտրությունների։ Ինչով նպատակում։ Այո, ինչը դե ֆակտո նշանակում է, որ իրանք քվեարկում են ուժերին։ Ուժերը այս պահին Նիկոլ Փաշինյանն է։ Չգնալ ընտրությունների նշանակում է կողմ լինել, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Իսկ ասում եք, եթե դու չես ուզում։ Այո, ասում եմ մի օգնի Նիկոլ Փաշինյանին։ Գնա ազնիվ, ասա վերցրու այդ բյուլետենը, ասա չեմ ուզում։ Այո, մենք ընկնում ես ավտոմատ, ընկնում ես արդեն այն մարդկանց թվի մեջ, ովքեր ձայն են տալիս ձեր կուսակցությանը։ Եթե մարդը այլ տարբերակ ունի, եթե ինքը ունի սիրած քաղաքական ուժ, որը անցողիկ շանս ունի, Քավլիցի թող գնա ընտրի, ավելին ասեմ, եթե մարդը սրտով ուզում է Նիկոլ Փաշինյան ընտրի, ես իր այդ համաձայն չեմ, բայց թող ընտրի իր խղճի հետ հանգիստ լինի, բայց եթե մարդը զզվում է այս քաղաքական համակարգից, ես կոչ եմ անում գալ քվեարկել բոլորին դեմ եմ, դրանով դու չես օգնի Նիկոլ Փաշինյանին, չես վերարտադրի գործող իշխանությունը, բայց այնպես չի ստացվի, որ Նիկոլ Փաշինյանի ինադու ընդդիմությանը գնացիր օգնեցիր իշխանություն վերցրեց։ Մենք առաջարկում ենք պասիվ բոյկոտը եւ ոչինչ չփոխող բոյկոտը փոխել հնչեղ եւ գործում բողոքի։ Էս ենք ուզում անենք։ Դա ընտրությունների մասնակցությունը բարձրացնելու մասով։ Մնացած քաղաքական ուժերի իրանց շանսերի, ձայներ փոխանցելու առումով կգա օրը կխոսանք դրա մասին, բայց ես կանխավարկած ունեմ, որ տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչներից մեկը չի հատելու անցողիկ շեմը։ Եվ եթե հանկարծ բարձրի որ դա տենց է, դա ձայների փոշիացման մասին այդքան աղաղակելուց հետո դա դարի խայտառակությունն է ալնելու իրանց համար։ Նենց որ լավ կլինի շատ բան չանեն, չփչեն այդ փոչիկը, որովհետև հետո պայթյունից ձայնն էլ ամբողջ հանրապետությունն է, էլի լսելու, եթե դա այդպես եղավ։ Ընդ որում մի շատ հետաքրքիր բան կա։ Ընդդիմադիրները ասում են, որ իրանք Նիկոլ Փաշինյանի շատ ձայն են ստանալու, ճիշտ է։ Հետևաբար իսկ ձայների փոշիացումից շահում նա ով ամենաշատ ձայնն է ստանում, որտեղ բաշխվում է համամասնորեն շատ ձայն ստացածին շատ ար գնում փոշիացածից, քիչ ձայն ստացողին քիչ։ Հետևաբար ես հարց ունեմ։ Իրանք ինչի են դժգոհ ձայների փոշիացումից։ Եթե իրանք Նիկոլ Փաշինյանից շատ ձայն են ստանալու, փոշիացումը իրանք օգտին պետք է լինի։ Եթե իրանք բողոքում են ձայների փոշիացումից, երկու տարբերակ կա։ Կամ իրանք սուտասան են, որոնք խաբում են, որ Նիկոլ Փաշինյանից շատ ձայն ունեն, սա մի տարբերակն է,
Երկրորդ տարբերակը այն է, որ իրանք հիմար են, որ չեն հասկանում, որ դա իրանց օգուտ կտար։ Ես կարծում եմ դիտողի համար պարզ է, թե երկուսից որ տարբերակն է։ Իսկ բոլորին դեմը առաջին հերթին նախ եւ առաջ այս շատ անձնական բան եմ ասելու հենց իմ ընտանիքի օրինակով համատեղ ապրող ընտանիքի չէ, բայց sense Գերդաստանի ազգուտակի օրինակով ասեմ։ Ինքը օգնելու է մարդկանց հոգիները փրկել Նիկոլ Փաշինյանի հետ մեղք կիսելուց, որովհետև ես գիտեմ, որ 21 թվականի ընտրություններին լիքը մարդիկ Նիկոլ Փաշինյանից զզվելով գնացել Նիկոլ Փաշինյանն ընտրել, որովհետև մյուս տարբերակը իրենց համար ավելի վատ է եղել, իսկ բոլորին դեմ քվեարկելու տարբերակ 21 թվին չի եղել։ Եթե ընդդիմությունը մի քիչ աչք ու ականջ ունենար, մի քիչ էլ դասեր քաղել իր ապրած կյանքից ու ոչ վաղ անցյալի ձախողումներից, ապա կհասկանար, որ բոլորին դեմը այդ թվում թույլ չի տալիս, որ չարյաց փոքրագույնով Նիկոլ Փաշինյան ընտրողները գնան Նիկոլ Փաշինյան ընտրեն, չարյաց փոքրագույնը բացառում է։ Հա, ես հասկանում եմ մրմուրը, որը առաջանում է իրանց մոտ ինչից է, որովհետև իրանց էլ չարյաց փոքրագույնով ընտրողներ կան, որ ախպերդը չեմ սիրում, բայց որպեսզի Նիկոլը չընտրվի, եկեք գնամ իրանց ընտրեմ, հայո, այդ մարդկանց էլ իրանք կկորցնեն։ Դրա համար էլ այդպես բան լարվածության փշերի մեջ են։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Երևի թե նպատակահարմար համենայն դեպս նպատակահարմար եմ գտնում այս շրջանում մի քիչ ավելի հաճախ ձեզ հրավիրել, ձեզ եւ կամ ձեր շարժման այլ անդամներին հրավիրել, որպեսզի համենայն դեպս ձեր տեսակետներին ծանոթացնել, հնարավորություն տալ, որպեսզի մարդիկ լսեն, ճանաչեն, իմանան, թե ինչ կլինի հունիսի 7-ին ոչ ոք չգիտի։ Ամենազոր ժողովուրդը կորոշի։ Համենայն դեպս այդ եթեն, որպեսի ինչ-որ ձևով դուք երիտասարդ եք, ինչը նաև ողջունվում է, որ դուք երիտասարդ եք, ձեզ հնարավորություն տանք, որպեսի դուք ձեր գաղափարներով կարողանաք հանդես գալ, ներկայացնել ձեր գաղափարները հնարավորինս մեր հնարավորությունների շրջանակներում լայն լսարանին։ Շնորհակալ եմ այսօրվա։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Միքայել Նահապետյաններ, մեր զրուցակիցը այսօր բոլորին դեմ եմ նախաձեռնություն շարժման ներկայացուցիչ զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ։